Պարոն Հակոբյան, իմ համոզմունքը այն է, որ նույնիսկ ամենաչնչին չափով գումարի թաքցնումը, դիտավորյալ թաքցնումը դա իրավական լուրջ խախտում է եւ պետք է պատասխան տալ օրենքի ամենախստությամբ։ Դա իմ համոզմունքն է։ Հիմա հարցերս երկու հարց այս կոնտեքստում։ Առաջի հարցս միլիարդավոր դրամներով հարկ մուծող որևէ ընկերություն չի թաքցնի 50 միլիոն դրամ դիտավորյալ։ Կարող է թյուրիմացություն լինի։ Ինչու՞ չեք կապում նաև շրջանառության հետ։ Երկրորդ հարցս 2024 եւ 25 թվականներին քանի գործ է գնացել պետական եկամուտների կոմիտեից քննչական կոմիտե, քանիսն է գնացել եւ այդ գործերից քանիսը, ոչ թե տոկոսներ, քանիսն է գնացել դատարան։ Շատ լավ, շնորհակալություն հարցերի համար, պարոն Աղազարյան։ Նախ այս երկու հարցը ձեր հետ արդեն կունեցել նաև հանձնաժողովում քննարկելու, ինչու չենք կապում շրջանառության հետ, որտեվ երկար բանավեճերի արդյունքում եկել ենք մի կետի, որ եւ միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում եկել ենք մի կետի, որ առանցքային սկզբունքը պետք է լինի պետության նկատմամբ, այսինքն պետության հանդեպ վնասի սկզբունքը։ Իսկ վնասողը էական չի, թե ով է, ինչ չափի հարկ է վճարում եւ որքանով է հարուստ կամ աղքատ, եւ իրականում աշխարհում բոլոր երկրները եկել են այդ զրահանգման, որ հենց այդ սկզբունքը իրավական պրակտիկայի տեսանկյունից շատ ավելի կիրառելի է, քան այն ձեր ասածը։ Իհարկե բանավեճ կա աշխարհում, բայց այս պահի դրությամբ ընդամենը երկու երկիր են կիրառում, այն էլ չեն կարողանում արդյունավետ կիրառել այդ ձեր ասածը։ Այնուամենայնիվ, մենք դրա համար նաև 2 տարվա շեմ ենք դրել, որպեսզի այդ հարցը ծածկվի։ Երկրորդ հարցի հետ կապված մենք տարեկան, եթե նախնական հաշվարկների մասին խոսենք, 600 հնչեցեցի, տարեկան 600 դեպք գնում է։ Եթե ընդհանրապես հաղորդումները խոսենք, մոտավորապես տարեկան 1000 դեպքեր են, իսկ դրանից տարեկան 100-ից 150-ը գնում են դատարան քննչական կոմիտեի կողմից։ Ես ներողություն եմ խնդրում, ասիկը 600-ից 150-ը գնում է դատարան։ Այո։ 100-ից 150 միջակայք ասեցի ես պարոն Աղազյան։ Կներեք 1000 անգամ ներողություն, 1000 ներողություն, պարոն Հակոբյան, չեմ հավատում։ Եթե չեք հավատում, մենք աշտանքային կարգով նաև ձեր հետ կարող ենք կիսվել այդ ցուցանիշները։ Իհարկե, գրավոր հարցում կարող եք ներկայացնել, մենք ձեզ պատասխանենք, այսինքն ավելի ճիշտ կլինի դահլիճում լռություն։ Գրավոր հարցումը նաև քննչական կոմիտե ներկայացնեք։ Տարեկան այդքան դեպք լինում է։ Իհարկե նաև տեսեք, այդ գործերի մեջ շատ կարևոր է հաշվի առնել նաև կարճումների հանգամանքը, որովհետև մեր օրենսդրությունը թույլ է տալիս նույնիսկ քրեական վարույթի շրջանակներում, երբ որ հարկ վճարողը պատրաստակամություն է հայտնում իր պարտավորությունները մարել, տվյալ գործերը կարճում են։ Այսինքն գործեր կան, որոնք կարճում են։ Երկու հոսք կա, էլի, եթե կառավարման տեսանկյունից նայենք, կարող է միգուցե դուք այդ երկուսը միասին եք նայում կամ առանձին եք նայում, կարող ենք առանձին պարզաբանել բոլոր դետալները, ինչ վիճակագրություն ձեզ պետք է։